Շալոմ, մենք գտնվում ենք Գեթսեմանի պարտեզում։ Ահա ձեր առաջը Երուսաղեմը։ Վերևից կարող ենք տեսնել պատկառելի գմբեթը։ Տիրոջ Հիսուս Քրիստոսի ժամանակներում այնտեղ գտնվում էր տաճարը, իսկ պատկառելի գմբեթից առաջ ունենք պատկառանքի դարպասները կամ պատիվի դարպասները։ Այժմ դրանք փակ են։ Մարգարեության մեջ մենք տեսնում ենք, որ Հիսուս Մեսիան անցնում է այդ դարպասներով, ապա մենք տեսնում ենք Սիդրոնի ձորը, դրանից հետո սկսվում է Գեթսեմանի պարտեզը։ Գեթսեմանի պարտեզը Ձիթենյաց լեռան ստորոտն է, նույն ժամանակ ձիթապտուղների բերքահավաքն էր։ Մարդիկ հավաքում էին բոլոր ձիթապտուղները և իջնում ներքև, լեռան ստորոտ։ Այդ պատճառով ունենք Ձիթենյաց լեռ, բայց կա նաև լեռան ստորոտ, որը կոչվում է Գեթսեմանի պարտեզ։ Ինչ է նշանակում Գեթսեմանի։ Երբ որ եբրայերենում երկու բառեր են, առաջինը գաթ նշանակում է մամլիչ, իսկ շեմանի ձիթապտուղ, այսինքն ձիթապտուղները մամլողի տակ։ Այլ խոսքով ձիթապտղի մամլիչ, որտեղ ձիթապտղերը անցնում էին քերթման գործընթացը։ Այդ ժամանակ մարդիկ հավաքում էին ձիթերը և բերում այստեղ։ Ձիթապտուղները լցնում էին այս կլոր կառույցի վրա մամլելու համար, և մի էշ պտտեցնում էր մյուս կլոր քարը, այդպես ճզմելով ձիթապտուղները, մինչև դրանք դառնում էին մածուկ։ Այդ զանգվածը դնում էին տոպրակաձև կտորի մեջ և տանում մամլիչի տակ տեղադրելու, և մամլիչը անցնում էր 3 փուլ։ Երբ դնում էին այդ կտորե տոպրակները, 6-ից 10 շերտ կարող էին դնել մեկը մյուսի վրա, իսկ մյուս կողմում կար 3 մեծ ծանրություն։ Երբ այս վերևի քարը դնում էին, սկսվում էր մամլումը, ձիթապտուղի յուղի քամումը, և առաջին քամումից ստացվում էր ամենաճիշտ, ամենամաքուր ձիթայուղը։ Առաջին յուղը առաջին քամումն էր։ Դա մուգ, խիտ և ամենամաքուր յուղն էր։ Այն համարվում էր նախասնունդ, առաջին պտուղները։ Մարդը իր բերքի առաջին մասը նվիրում էր Աստծուն, ցույց տալով, որ Աստված իր համար առաջին տեղում է։ Դա տասանորդ էր։ Եվ այս առաջին յուղը, ձիթապտղի առաջին քամման յուղը, գնում էր Սողոմոնի տաճար։ Այն օգտագործվում էր թագավորների, քահանաների օծման համար, ինչպես նաև յոթամարտուկ ճրագակալը մենորան լցնելու համար, որը գտնվում էր տաճարի ներսում։ Ամեն օր պետք էր մաքուր յուղ ավելացնել մենորային, որպեսզի ճրագը միշտ վառվեր, և յոթամարտուկը երբևէ չէր մարում։ Դա էր առաջին յուղը։ Դրանից հետո ավելացնում էին երկրորդ ծանրությունը, և մամլումը դառնում էր ավելի ուժեղ, և դուրս էր գալիս երկրորդ քամման յուղը՝ ուտելու, տարբեր յուղերի քսուքների համար։ Մարդիկ երկրորդ յուղն այդ ձևով էին օգտագործում, իսկ հետո հաջորդ քարն ու ծանրությունը մամլում էին ավելի ուժեղ, և երրորդ մամլումը քամում էր ձիթապտղից մինչև վերջին կաթիլը։ Իսկ երրորդ քամման յուղը արդեն մաքուր չէր։ Այն խառնված էր կեղևի և միջուկի հետ։ Երրորդ յուղը այլևս այնքան մաքուր չէր, որքան առաջինը, այն տարբեր էր։ Այն օգտագործում էին այլ նպատակներով, օգտագործում էին օծանելիքների, նույնիսկ կոճառի պատրաստման համար, բայց ամենակարևորն այն էր, որ այն օգտագործվում էր ճրագները վառելու, լամպերը լցնելու համար։ Այդ ժամանակներում լամպեր կամ էլեկտրականություն չկային, լցնում էին ճրագները, վառում էին և այդպես էր լինում լույսը։ Ինչու էր երրորդ քամման յուղը օգտագործվում ճրագների համար, որովհետև հետո հայտնվեց Տեր Հիսուսը, որը լույսն էր, և ճրագը, աղոթքը և Հիսուս Քրիստոսը դարձան աշխարհի լույսը։